Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին անգլերեն զրոյից և դասապատրաստում դասընթացն է, և մենք այսօր կշարունակենք դասընթաց ինքնուսույց սկսնակների համար։ Ասացինք, որ բառարանի օգնությամբ բառերը հայերենից անգլերեն թարգմանելը դեռ բավական չէ միտք արտահայտելու համար։ Եկեք սկսենք այն բանից, որ ցանկանում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բան պատմել կամ տեղեկացնել, ինչ-որ մի բանի մասին, որ ամեն օր կատարում եք, կամ հաճախակի եք կատարում, կամ սովորաբար եք կատարում, կամ դա արդեն դարձել է սովորություն և դուք ամեն օր դա կատարում եք։ Ես կրկին այս նախադասությունը ուզում եմ շեշտել, որ ցանկանում եք ինչ-որ մեկին, ինչ-որ բան պատմել կամ տեղեկացնել, ինչ-որ բանի մասին, որ այստեղից ուշադրություն, որ ամեն օր եք կատարում, կամ հաճախակի եք կատարում, կամ սովորաբար եք կատարում, կամ դա արդեն դարձել է սովորություն և դուք ամեն օր դա կատարում եք։ Այս նախադասությունները լավ հիշեք։ Հիմա պետք է հիշել, որ դուք ոչ թե գործողություն եք կատարում, այլ պատմում եք ներկայում ամեն օր կամ սովորաբար կամ հաճախակի կատարվող գործողության մասին։ Սա քերականության մեջ կոչվում է պարզ ներկա ժամանակաձև, simple present, անգլերեն ասում են պարզ ներկա ժամանակաձևը, անգլերեն կասեն simple present ժամանակաձև։ Հիմա ենթադրենք բառարանով դուք թարգմանել եք որոշ բառեր, նայել եք բառարանին, գտել եք գնալ, կոչվում է to go, դպրոց նայել եք, կոչվում է school, նայել եք ես, դու, նա, մենք, դուք, դերանունները, արդեն գիտեք, I, you, he, she, it, we, you, they, այս դերանունները գտել եք և ցանկանում եք և մեկ արտահայտություն բառ ևս every day արտահայտությունն եք գտել ամեն օր և ցանկանում եք այս բառերով կազմել նախադասություն և նախադասությունը կստացվի այսպես. ամեն օր ես գնում եմ դպրոց կամ ամեն օր դու գնում ես դպրոց կամ նա ամեն օր գնում է դպրոց և այսպես ըստ դեմքերի դերանունները։ Հիմա ինչպես ասել, վերևում ասացի սովորություն դարձած գործողություն կամ հաճախակի եք կատարում կամ ամեն օր եք կատարում և այս ձևով դուք պատմում եք ինչ-որ մեկին, բայց դուք գործողությունը չեք կատարում այս պահին, դուք գործողություն չեք կատարում, դուք դպրոց չեք գնում, ըստ ձեր բառերի, դուք չեք գնում, ուղղակի պատմում եք, որ դուք գնում եք դպրոց, ձեր գնալու մասին եք պատմում։ Հիմա նախադասությունը կլինի այսպես. ամեն օր ես գնում եմ դպրոց։ Ամեն օր, every day, ես, I, գնում եմ, go, դպրոց, to school։ Ես ձեր բառերով ենթադրենք կազմեցի նախադասություն։ Կարմիրով նշել եմ go գնալ բայը։ Հիմա ես, եթե ասում ես գնում եմ, հայերենում ասում եմ ես գնում եմ, ուշադրություն դարձրեք հայերեն, ես գնում եմ, վերջավորություն ունի բայը և օժանդակ բայը եմ։ Անգլերեն go, վերջավորություն չունի, գծիկ եմ դրել։ Հաջորդը, հիմա դու, ամեն օր դու գնում ես դպրոց, պատմում եք, հիշեք, որ պատմում եք, չեք գնում դպրոց, պատմում եք այդ մասին, ամեն օր դու գնում ես դպրոց, հայերենում դու գնում եմ առաջի դեմքով էր, հիմա դու գնում ես դպրոց, անգլերենում every day, ամեն օր, you, դու գնում ես դպրոց, վերջավորություն չունի, գծիկ եմ դրել, նույն go, գնալ բայն է։ Երրորդ դեմքում եզակի թիվ, ամեն օր նա գնում է, կրկին գնում, նույն վերջավորությունն է, ներկա ժամանակում պատմում է և վերջավորությունը երրորդ դեմքում դարձավ հայերենում գնում է դպրոց, անգլերենում every day, he տղան է, she աղջիկն է, it-ը գրել եմ այստեղ it, չպիտի գրեի, բայց գրել եմ ուղղակի իմանաք, որ այսպիսի դերանուն կա, բայց կատուն շունը դպրոց չի գնա իհարկե։ Every day he կամ she goes to school։ Արդեն երրորդ դեմք եզակի թվում es ավելացավ, նայում եք, առաջին երկրորդ դեմքերում վերջավորություն չկար, երրորդ դեմքում խոշոր եմ գրել, es վերջավորություն ստացավ և համապատասխանեց հայերենի մեր վերջավորությանը, գնում է և իրենց es վերջավոր goes։ Անցնենք հոգնակի թվին։
Ամեն օր մենք գնում ենք դպրոց, բայի վերջավորությունը նույնն է բայց օժանդակ բայի փոխվեց հոգնակի թվում գնում ենք։ Անգլերենում every day we go, այստեղ go, վերևում go, երկրորդ դեմքում go, հոգնակի թվում go, չփոխվեց։ Հաջորդը դուք գնում եք ամեն օր դուք գնում եք դպրոց every day you go to school չունի վերջավորություն նույն գոն է եւ ամեն օր նրանք գնում են դպրոց every day they go to school կրկին նույն go գնալ բայն է առաջին տպավորությունից սկսնակը կմտածի ամեն օր ես գնալ դպրոց ամեն օր դու գնալ դպրոց ամեն օր նա գնալ դպրոց ամեն օր մենք գնալ դպրոց որ նայում եք այդպես է թվում բայց իրականում իրենք թարգմանում են ըստ դեմքերի եւ թվի, եզակի թիվ թե հոգնակի թիվ, եթե եզակի թիվ է, երրորդ դեմք եզակի թվի մասին չենք խոսում, որ մեկ ես ավելացավ այստեղ միայն երրորդ դեմք եզակի թվում, մնացած դեմքերում նույն գնալ բայը մնաց, հիմա ինչպես ճիշտ թարգմանել, հասել ենք այն պահին, որ չպետք է սխալվեք, go գնալ, ինչպես թարգմանենք գնում եմ, գնում ես, գնում ենք, գնում եք եւ այլն, նայում եք դեմքին, որ դեմքով է, եթե առաջին դեմքը ես, ասելու եք գնում եմ, եթե դու թարգմանելու եք գնում ես, եթե մենք թարգմանելու ենք գնում ենք, դուք գնում եք, նրանք գնում են, սա լավ հիշեք, որպեսզի սխալ չթարգմանեք ձեր թարգմանություն ճիշտ կատարվի, ուրեմն ուշադրություն ենք դարձնում to go by կառուցվածքի բոլոր դեմքերում, կրկին հիշեցնում եմ, պարզ ներկա ժամանակաձևը ցույց է տալիս ոչ թե գործողություն, այլ պատմում է, ինչպես գրողները պատմում են, գրում են գրված եւ պատմում են բոլորին, բոլորը կարդում են իր գրածը։ Հիմա դուք պատմում եք բոլորին, որ դու ես գնում, նա է գնում, նրանք են գնում եւ այլն։ Ուրեմն սա ներկա ժամանակում, թե ինչպես կարելի է նախադասություն կազմել տրված բառերով։ Հիմա այս գնալու փոխարեն դուք կարող եք վերցնել խաղալ, ենթադրենք, վերցնելու եք ամեն օր ես խաղում եմ բակում, ենթադրենք, ասելու եք ամեն օր կրկին խաղալ, այստեղ ասելու եք play, կրկին ասելու եք play, երրորդ դեմքում ասելու եք plays, մնացած դեմքերում ասելու ենք play, կրկին առանց վերջավորությունների։ Ուրեմն այսօրվա դասը ինչի մասին էր, նախադասություն ինչպես կազմել տրված բառերով, ունեք բայ ինչպես տեղադրել, ինչ վերջավորություններ պետք է ստանա բայը ներկա ժամանակում, սա անորոշ ներկա ժամանակն է կամ պարզ ներկա ժամանակն է, simple present։ Այսօրվա համար այսքանը, եթե հարցեր կլինեն, գրեք կպատասխանեմ, goodbye։